Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Այնպիսի տպավորություն նախագահ դատավորը ևս խուզարկության վայրում է եղել եւ անձամբ տեսել է թե ինչպես է քննիչը նախքան խուզարկությունը այդ անձանց իրաց պարզաբանումները տվել որտեղից գիտել դատարանը։ Ասենք միայն բանը որ դատանը կարող ասել քանի որ տեսագրությամբ չկա ուրեմն չէ բայց չիմանալով ինչ է կատարվել ասում ոնց է եղած կլինի ես ասում եմ այս ամենատարածությունը առաջացան։ Իսկ եթե նախագահն այնտեղ չի եղել, խուզարկության արձանության մեջ այդ մասին նշում չկա, տեսագրության մեջ այդպիսի պարզաբանում չկա, եւ ընդհակառակը կա քննիչի պարզաբանումը, որ բոլորը պետք է հետևեն իր հրահանգներին տեսագրության մեջ։ Միակ բանը որ պարզաբանել է ասում որ տեսեք։ Բոլորը պետք է հետևեք իմ ասածներին։ Այս այդ պարզաբանը, հա։ Եվ երբ որ իր կողմից որևէ ինչ-որ բան կասվի, միայն այս դեպքում կոնկրետ կոնտակտ լինում, այսինքն դուք բան իրավունք չունեք ասել։ Հենց ես եմ ձեզ բան ասում, որ կարող եք այդ կոնտակտի դուրս գալ։ Թե չէ եկել եք ներկա եք, բան դուք ոչ մի բան իրավունք չունեք։ Թեև ոստեք նայեք ինչա բան։ Պես է ասում։ Դա տեսագրությունով կա, դա մենք հաստատ ենք ասում։ Խուզարկությունը կատարողին կամ մասնակիցներին դատանը չի արձակել դատանը։ Հիմա այսքանից հետո ինչու է հանդես եկել դատանը խուզարկությունը կատարած քննիչի պաշտպանի դերում եւ արձանագրել թե քննիչը խուզարկությունից առաջ այդ ամենը պարզաբանել է։ Նորից հարց ի շարժվեկայություններ նախագահ դատավոր էս հարցում։ Ինչ է խանգարում, որ ուրիշ բան ասել։ Եթե նախագահ դատավորը չգիտեր, որ խուզարկության ամբողջ ընթացքը պետք է արձանագրվի, եւ եթե որևէ բան արձանագրված չէ, ինքն դա որպես դատան չի բացահայտել դատականության ընթացքում, ապա չի կարող նման փաստական հանգամանք ուղղակի օդից հաստատված համար։ Հիմա սա ընդհանրակարգային խախտում է թե չէ, դատան ասում է չէ, որտեղ ինքը գիտի որտեղ հաստատել։ Հաջորդը կամ երբ նշեցին, որ օրենքի պահանջն է, որ խուզարկության արձանագրություն նշվի, որ այն կապակցված տեսակետն է, պետք է նշվի, թե ինչ տեսակի տեխնիկական միջոց է կիրառվում, ով է կիրառվում, եւ այդ մասին անմիջապես պետք է տեղեկացան խուզարկության մասնակիցները, դատան նշեց բանավոր, որ այդտեղ է որևէ խախտում չկա, չնայած որ խուզարկության արձանագրության մեջ ընդհանրապես նշված չէ, որ տեսագրությունը կատարվել ով է կատարել եւ այլն։ Չկա մեջը գրած։ Օրենք ասում է, եթե տեսագրություն գրեք չէ, չկա գրած։ Դատան ասում է, ինչ խնդիր չկա, հիմա օրենքը գրած է, ինչ է խախտում դրա։ Այնա տեսագրությունը ասում է, շատ չէ Բայց ինքնաշնորհ դերոն արվել է, ուրեմն նշած։ Իրավունքը պարզաբանել է, զգուշացրել է, ոչ մի խնդիր չկա։ Չնայած որ օրենքում եւ տեխնիկական միջոցների կիրառելու կարգը սահմանող կառավարության որոշումները շատ հստակ նշված է, որ նույնիսկ կառավարության առանձին որոշում կա, հստակ սահմանում ասում է, որ տեսագրության տեսադաշտում պարտադիր ընդգրկվում են քննչական գործողության բոլոր մասնակիցները, հնարավորինս բացառելով դրանով կողմնակի անձանց հայտնվելը, ինչը դատանում տեսագրություն ներկայացնելիս բազմիցս ցույց տվեցին, այսինքն տեսագրությունը կա, ասում ենք պես փոխաժողովն կա։ Բոլորը հնարավորինս պետք է լինեն ըստ տեսագրության մեջ, բայց չկա։ Օպերները իրանց համար խփում են տարածքում, գնում են, գալիս են, բան են անում, բան են բերում, այստեղ ինչ որ մի քիչ խուսափություն անում, էլի։ Ցույց տվեցին, որ այդպես չէ, սակայն դատանի որոշմամբ արձանագրեց, թե հաշվի առնելով խուզարկության տարածքը հնարավորինս անձին գտնվել են տեսադաշտում, սակայն դատանի համար կարևոր է բուն փնտրողական գործողություններ կարևոր են, որոնք կատարվել են տեսադիտարկման մեջ։ Այսինքն, ինչ ասում է, գնացին խուզարկության քննիչները, որտեղ որ քննիչը խուզարկություն անում, եթե ինքը պահել է, այս լրիվ հերիք է։ Օրինակ, եթե 3 հատ օպեր են մասնակցում, ինչ որ մի սենյակից բան են բերում դեպքում ստեղ, հետո դու սենց էսի չես նկարել։ Սենց պատածվելով գալիս ես, ու էսի տեսնում ես, վայ հայտնաբերեցի, սենց վերցնում ես, դառնում է նորմալ խուզարկությունը։ Ինչ խնդիր կա, ոչ մի բան չէ։ Այսինքն որ ամբողջը պետք է դու մտավ մուտքից ներս, բոլորը պետք է իրանան, այս ինչի համար որ թերակա չկա։ Դու ամբողջը պետք է տեսագրես, այս տեսագրություն նայողն է պետք է հասկանա, որ բացառվում է, որտեղ ինչ-որ բան դնել, ինչ-որ բան վերցնել, ինչ-որ բան փոփոխել, ինչ արվել է ամբողջ օբյեկտի այսպես պատկերում։ Հեսա շարունակության մասին ասեմ, տեսնեք ինչ է։ Տպավորություն է, թե նախագահ դատավորն այդ տեսագրություն դիտելիս դատանում չէր։ Ընդհանրապես։ Քանզի հստակ երևում է, որ տարբեր անձին տարբեր հատվածներում որոնողական գործողություններ են կատարվում։ Եվ նույնիսկ այդ բոլոր որոնական գործողությունները տեսագրության տեսադաշտում չէին։
իր ասածն էլ ասում եմ, կարևորը բոլորը վարկանն է, դա չի տեսել, որ մենք էլ ասում ենք, ինքը չի տեսել, մենք էլ ասում ենք, տես, ցույց ենք տվել, վարկյանով, րոպեով, մարտացույց ենք, արել ստոպ ենք, սա ասում ենք, նորից, ասում լավ, բայց հետո ասում ենք, դա չի։ Օրինակ, երբ հեռադրողը այդ միտքը ասած, ավելի մարտացույց ենք անում եւ դատան ցույց տալիս, որ խոզարության բոլոր մասնակիցներն նույնիսկ դատանի նշած ձևով հնարավորինս դրա տեսադաշտում չեն։ Երբ մեղադրող այդ միտքն ասած է դատանը վերցեց իր սեփականություն, որ հնարավորինս մեծ տարածք կա, բան ինչքան տարածել են, նորից ցույց տվեցինք այն հատվածը, որ աստիճաններով վերև բարձրանալից գնում է քննիչը։ Դրա հետևից միկին, ապա տեսագրություն կատարողը, իսկ մնացած մասնակիցները նրանց ներքևում են։ Տեսագրության տեսադաշտից դուրս, այսինքն, եկա, քննիչը գնաց, մի հատ կին է գնում, տեսագրությունը մեզ երկուս հետևից է գնում, մնացած հետևից է գնում։ Հիմա չէր կարող է ցանել, որ արժևից գնի, ինքը հետևից գնար։ Սա նշանակում է, որ տարածքը ինքան խնդրալուց է, աստիճանը բարձրանալուց երկրորդակ որտեղ գնացել ենք իբր համակարգիչ ենք, դա չեն կարող անել։ Նենց անենք, որ բացառեինք այդ անձանց չերևալը կամ ասենք երևալը գործողությունը, բայց սա չի կարող, որ տեսեք ինչերի մեջ ենք մտել այս ուզարկությունը։ Լրություն։ Սակայն առավել ցանկանում ենք ուշադրություն դարձնել նախագահ դատավորային մտքին, որ դա այդքան էլ կարևոր չէ, քանի որ բուն որոնավորական գործողություն տեսագրության տեսադաշտում է եղել։ Ուրեմն, օրենսգրքի 214 հոդվածի 6-րդ մասում օրենսգիրը նշել է, որ քննչական գործողության ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների բնութագիր եւ չափանիշները, ինչպես նաեւ տեխնիկական միջոցների օգտագործման կարգը սահմանում է կառավարությունը։ Կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի համար 457 որոշմամբ սահմանվել է այդ կարգը եւ նշվել է, որ համաչափության սկզբունքից ելնելով տեսագրության տեսադաշտում պարտադիր ընդգրկում են քննչական գործողության բոլոր մասնակիցները հնարավորինս բացառելով դրանում կողմնակի անձանց հայտնաբերումը։ Բոլորը պարտադիր։